Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառին Թաֆյանն եմ, կարևորի մասին նախ համարոտ։ Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը, կառավարության անդամներից ովքեր են գնացել Աբու Դաբի։ Պատվիրատուն Ադրբեջանն է, թիրախը Սփյուռքը, ինչ քաղաքականություն է որդեգրել Ադրբեջանը քարոզչական դաշտում։ Փորձում են խաթարել ներեկեղեցական և ներազգային խաղաղությունը, կանադահայոց թեմի առաջնորդի ուղերձը հոգևորականներին։ Արցախում հայեր են մնացել, նրանցից մեկն անհետացել է, նոր մանրամասներ են հայտնի։ Դու ամենավատ լրագրողն ես, Թրամփը զայրացել է CNN-ի լրագրողի վրա։ You know why you're not smiling? Because you know you're not telling the truth. And you're a very dishonest organization. Փաշինյան-Ալիև հանդիպում, բայց այս անգամ ոչ թե պատահական, այլ նախապես պլանավորված ու որոշված։ Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Աբու Դաբիում մասնակցելու է Զայեդ մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը։ Իսկ մարդկային եղբայրության մրցանակի հետևում արցախցիներն են, որոնց տարական իրավունքներն Ադրբեջանը ոտնահարում է։ Արցախի բռնի հայաթափումից հետո օկուպացված Ստեփանակերտում է մնացել ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված Միշա Գրիգորյանը, որին հաճախ կարելի էր տեսնել դատարանի դահլիճներում հայրենակիցների դեմ ցուցմունքներ տալիս։ Արցախից Հայաստան չի տեղափոխվել նա։ Արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանի խոսքով Միշա Գրիգորյանն ինքն է հրաժարվել գալ Հայաստան, պատճառաբանելով, թե այստեղ իրեն հայերը կսպանեն։ Իսկ մյուս հայը Լարիսա Ստեփանյանը անհասկանալի հանգամանքներում անհետացել է։ Ադրբեջանի ոստիկանները սկսեցին ակտիվ ման գալ նրան, բայց մի 3-4 րոպեից հետո ինչ որ այդ մանգալը վերջացավ, ասեցին ինչ որ զարմանալի կերպով էլ չխոսացին ու ավտոյում ինքը չհայտնեց։ Նա աղաչեց ուղակի, ոստիկանները Ադրբեջանի նույնիսկ շեշտել են, որ գնա, թե չէ մերոնք են քեզ այստեղ սպանելու, ասեց լավա ձերոնք սպանեն, քան թե մերոնք։ Այդքանը լացեց, իրան ջղայնացին, գցին ուրիշ ավտո ու հետ տարան։ Թեման մանրամասն ուսումնասիրել է իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը, ռեպորտաժը կարող եք դիտել լուրերի գլխավոր թողարկմանը։ Բաքուն ձեռքերը ծալած չի նստում նաև քարոզչական դաշտում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Բաքուն պատվերով տասնյակ հոդվածներ է տպագրել, քննադատելով հայկական Սփյուռքի կոշտ դիրքորոշումն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Այդ գրողներից շատերին շռայլորեն վարձատրում է Ադրբեջանը։ Հոդվածների մեծ մասը հրապարակվել է իսրայելական տարբեր թերթերում։ Թեմային անդրադարձել է Կուրիեր թերթի խմբագիր Հարութ Սասունյանը։ Ինչպես կարող է Ամերիկայի հայդատի հանձնախումբը չարձագանքել, ականատես լինելով այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, քանի որ Հայաստանի ներկայիս ղեկավարը վարում է այնպիսի քաղաքականություն, որը չի բխում երկրի շահերից, պետք է արդյոք մենք բոլորս կուրորեն հետևենք եւ գովաբանենք այդ քաղաքականությունը, թե պետք է ամեն ինչ անենք, որպեսզի փրկենք ազգը։ Ակնհայտ է, որ կառավարության քաղաքականությանը հակադրվողները բախվում են ծանր հետևանքների, աշխատանքից զրկվելուց մինչև հանրային պարսավանք ու անհայրենասիրության մեղադրանքներ, իսկ որոշ դեպքերում նաեւ ձերբակալություն ու բանտարկություն, բայց սա այն գինն է, որը պետք է վճարել սխալ քաղաքականությունը շտկելու համար։ Այս ընթացքում Ադրբեջանի հետ համատեղ ծրագրերի իրականացման մասին է խոսում Հայաստանը, բայց Բաքուն դաշտ է գցում հերթական ականը։ Ալիևը զավթում է Նախիջևանը, բայց ոչ թե ուժի կիրառմամբ, այլ դիվանագիտական քայլով։ Սահմանադրությունից հանել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, այն փաստաթղթերը, որոնց հիման վրա մեկ դար կառուցված էր Նախիջևանի ինքնավարությունը։ Ստացվում է Բաքուն կրկին փոխում ու կեղծում է պատմությունը, այս անգամ թաթե դնելով Նախիջևանի վրա։ Թեմային Սեդա Մակարյանն է անդրադարձել։ Ադրբեջանը լուռ առանց աղմուկի փոխում է խաղի կանոնները, վերաշարադրում Նախիջևանի կարգավիճակը եւ ջնջում այն պայմանագրերը, որոնց վրա մեկ դար կառուցված էր այս տարածքի իրավական ճակատագիրը։ Բաքուն փոփոխել է Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրությունը, այնտեղից հեռացնելով Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հիշատակումները։ Սրանք այն փաստաթղթերն էին, որոնցով ձևակերպվել էր Նախիջևանի ինքնավար կարգավիճակը։ Հաջորդ քայլով Ալիևը սահմանադրական նոր փոփոխությամբ կարող է արդեն պաշտոնապես հայտարարել,
համարել Նախիջևանը որպես պարզապես ադրբեջանական վարչատարածք, վերջակետ դնելով դրա կիսաանկախ կարգավիճակին։ Քաղաքական իմաստով եւ միջազգային հարաբերությունների իմաստով սա ընդամենը տարածաշրջանում եւ աշխարհում ստատուս քվոյի խախտման եւ նոր ստատուս քվոյի ձևավորման ժամանակամիջոց է, այսպես ասենք, տրանսֆորմացիոն ժամանակահատված, որից յուրաքանչյուր կողմ փորձում է իր համար նոր ստատուս քվո հաստատել։ Այս գործընթացին որևէ պետություն չի խոչընդոտում, այդ թվում հենց պայմանագրերի կողմերը՝ Թուրքիան, Ռուսաստանը, Վրաստանն ու Հայաստանը։ Ավելին, 2022 թվականին Հայաստանի վարչապետը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 քառակուսի կիլոմետրով, որի մեջ ներառված է նաև Նախիջևանի ինքնավար հանրապետությունը։ Իսկ կողմերն իրավունք ունեին միջամտել այս գործընթացին։ Որպեսզի դու լինես տվյալ պայմանագրի կողմ կամ շահառուն, առնվազն պետք է այդ պայմանագիրը ստորագրած կողմի իրավահաջորդը դու քեզ ճանաչես։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը հռչակել է իրեն որպես առաջին հանրապետության իրավահաջորդ։ Արդյոք Վրաստանի իշխանությունները ընկալում են իրենց որպես եւ միջազգային իրավական առումով հռչակում են իրենց որպես առաջին հանրապետության իրավահաջորդ։ Տեսեք Ադրբեջանի պարագայում Ադրբեջանը իրեն ճանաչում է սահմանադրությամբ առաջին հանրապետության կամ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ։ Քաղաքագետի խոսքով Փաշինյանի հայտարարությունից հետո, եթե պայմանագրի կողմերից որևէ մեկը փորձեր միջամտել, Ադրբեջանը դա կարող էր ներկայացնել որպես իր ներքին գործերին միջամտելու փորձ։ Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն էլ պնդում է, Ադրբեջանը իրավական հիմք չունի Նախիջևանի ինքնավար կարգավիճակը վերացնելու եւ այն ամբողջությամբ իր կազմի մեջ ներառելու համար։ Թուրքիայի համար Նախիջևանի հարցը շատ լուրջ սպանակ է, որ նա Ադրբեջանին միշտ պահի այն կարգավիճակում, որը Թուրքիային ձեռնտու է, որտեղ հասկանում եք, չէ՞ որ Էրդողանն ու Ալիևը հավերժ չեն, մի գեղեցիկ որ նոր իշխանություններ կգան եւ այնտեղ եւ խնդիրներից նրանք երաշխավորված չեն։ Եվ Նախիջևանը շատ լուրջ զսպանակ է, ինչով Թուրքիան կարող է ազդել եւ ճնշել Ադրբեջանին։ Ռուսաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից բացի Նախիջևանի հարցով զգայուն դերակատար է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Թեհրանն այս գործընթացը համարում է իր անվտանգային կարմիր գծերից մեկը, սակայն Բաքուն, ըստ մասնագետների, ճիշտ ժամանակ է ընտրել։ Իրանն այս պահին կենտրոնացած է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վրա եւ տարածաշրջանային այս զարգացումներին ակտիվ ներգրավելու ռեսուրս չունի։ Դա թե հնարավորություններ է բացում Բաքվի բարբարոսական վարչախմբի համար, թե ռիսկ էր, որովհետև ըստ էության միջազգային իրավապայմանագրային հենքի վրա ստեղծված միավոր է Նախիջևանի ինքնավարությունը, ուստի այդ հենքի քայքայումը բերում է դրա միջազգային լեգիտիմության խնդրի ի հայտ գալուն, ինչից բնականաբար կարող են օգտվել տարբեր խաղացողներ, մասնավորապես ակնհայտ է, որ իրանական կողմը անտարբեր չէ Նախիջևանի ճակատագրի նկատմամբ։ Քաղաքագետների խոսքով մեր հայրենիքի եւս մեկ հատված տարածաշրջանում վերածվում է աշխարհաքաղաքական կռվախնձորի, սակայն այս խաղի խոշոր դերակատարները զբաղված են այլ գլոբալ առաջնահերթություններով, ինչից օգտվում է Բաքուն։ Մասնագետների գնահատմամբ ստեղծված նպաստավոր պայմանները թույլ են տալիս Ադրբեջանին վերաձևել իրականությունը, խախտելով միջազգային պայմանագրերը եւ չստանալով համարժեք արձագանք թե արտաքին աշխարհից, թե Հայաստանից։ Սեդամ Ակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Իսկ այստեղ Հայաստանում խնդիրը մեր պետության կարևոր հիմնասյուներից մեկն է, հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունն է։ Կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանն ուղերձ է հղել հայ իրավաբաններին։ Թեմի առաջնորդը շեշտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, որ խղճի, կրոնի եւ միավորման ազատությունները չեն կարող սահմանափակվել քաղաքական նպատակահարմարությամբ։ Մարդու իրավունքների միջազգային սկզբունքը հստակորեն ամրագրում է, որ պետության պարտականությունն է ոչ թե վերահսկել այդ ազատությունները, այլ ապահովել դրանց լիարժեք եւ արդյունավետ իրացումը։ Այս կետում իրավաբանական համայնքն անելիք ունի։ Իրավաբանը միայն իրավական նորմեր կիրառող մասնագետ չէ, նա նաև արդարության, իրավունքի, գերակայության եւ քաղաքացիական խիզախության կրողն է։ Ինչպես կրկին ընդգծում է Մխիթար Գոշը, արդար դատարանը սկսվում է խղճից, այլ ոչ թե հրահանգից։ Ակնկալում են, որ հայ եկեղեցու իրավաբան զավակները այս ուղերձը կընդունեն որպես կոչ վերաիմաստավորելու իրենց մասնագիտական պարտավորությունները եւ դրանք վերածելու հետեւողական ու գործնական քայլերի՝ ի պաշտպանություն այն արժեքների եւ իրավունքների, որոնք այսօր վտանգված են մայր հայրենիքում։
Բագրատ Սրբազանը քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբներին 2 նամակ է տվել, որոնցից մեկն ուղղված է միջազգային կրոնական ազատության վեհաժողովին, իսկ մյուսը ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսին, որը շուտով կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ One, to make clear to the President of Azerbaijan and the Prime Minister of Armenia that the United States will not accept the continued persecution of the Armenian Apostolic Church. Առաջին, Ադրբեջանի նախագահին եւ Հայաստանի վարչապետին հստակ տեղեկացնել, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի հայ առաքելական եկեղեցու շարունակական հալածանքները։ To tell both leaders to release their political prisoners, especially the 20 Armenians held hostage in Baku, and the 4 clergymen and their supporters of the church who are imprisoned in Armenia. Երկու առաջնորդներին էլ հորդորել ազատ արձակելու իրենց քաղբանդարկյալներին, մասնավորապես Բաքվում պատանդ պահվող 20 հայերին եւ Հայաստանում բանդարկված եկեղեցու 4 հոգեվարականներին եւ նրանց կողմնակիցներին։ And lastly, to include the Mother See of the Holy Echmiadzin as a dialogue partner in the Armenia-Azerbaijan peace process. Եվ վերջում Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ներառել, որպես երկխոսության գործընկեր Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ ԱՄՆ փոխնախագահային ուղերձ է հղել նաև Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Թաթոյանի խոսքով Հայաստան կատարելի կառաջիկա այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահային գուցե շատ բան կպատմեն, բայց ոչ այն առաջնային խնդիրները, որոնք իսկապես հուզում են մեր հասարակությանը։ Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների եւ պատանդների նրանց խոշտանգումների մասին։ Նրանք քրիստոնյաներ են, որոնց միակ հանցանքը նրանց հավատն ու ազգային ծագումն է։ Ադրբեջանը 2021 թվականից նաև օկուպացրել է Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Մեր թիմն ունի նաև ապացույցներ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած էթնիկ զտումների վերաբերյալ։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին է տրամադրել երկրից դուրս բնակվող թմրավաճառների ցուցակը։ Նա ընդգծել է նրանց հետապնդման համար համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ Նարկոտրաֆիկինգի առաջնագծում են Դուբայում, Մադրիդում եւ Մայամիում բնակվողները, հայտարարել է Պետրոն։ Թուրքիան ու Սաուդյան Արաբիան արևային էներգիայի վերաբերյալ $2 միլիարդ արժողությամբ համաձայնագիր են կնքել։ Համաձայնագրի կնքմանը հաջորդել է Էրդողանի հանդիպումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Արքայազնի հետ։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգներն իրանական անօդաչու թռչող սարք է խոցել Արաբական ծովում, որը մոտեցել էր Աբրահամ Լինկոլն ավիակրին։ Սպիտակ տունը նշել է, որ չնայած միջադեպին, Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները կկայանան այս շաբաթվա վերջին։ Հիմա բանակցում ենք Իրանի հետ, հիանալի կլինի, եթե կարողանանք պայմանավորվել, իսկ եթե չկարողանանք, հավանաբար վատ բաներ տեղի կունենան, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են արագ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ուկրաինայի Գերագույն Ռադայում ելույթ ունենալիս։ Երբ խաղաղության համաձայնագիր կնքվի, Ուկրաինայում կհայտնվեն օտարերկրյա զինված ուժեր, օդում գտնվող ինքնաթիռներ եւ ռազմածովային աջակցություն ՆԱՏՕ-ի այն երկրներից, որոնք համաձայնել են ուժեր տեղակայել այդ երկրում։ ՆԱՏՕ-ի մյուս անդամները կօգնեն այլ ձևերով։ Նա չի մանրամասնել, թե ինչպես։ Մոսկվան չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին Նյու Դելիի հայտարարությունները, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ Հնդկաստանը համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումը։ Ուրմիա լիճը չորացումից փրկելու ջանքերն արդյունք չեն տվել, հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ Վերջին 20 տարվա ընթացքում մենք իրականացրել ենք Ուրմիա լճի վերականգնման միասնական ծրագիր, բայց չենք կարողացել զգալի առաջընթացի հասնել, նշել է նա, հավելելով. մենք պետք է վերականգնենք Ուրմիա լիճը ցանկացած գնով։
Ֆրանսիայում X սոցհարթակին պատկանող գրասենյակներում խոզարկություններ են անցկացվել։ Եվրոպոլը նույնպես ներգրավված է գործողությանը։ Խոզարկությունը կապված է 2025-ի հունվարին սկսված ալգորիթմների միջոցով ենթադրյալ մանիպուլյացիայի վերաբերյալ հետաքննության հետ։ Իլոն Մասկը կանչվել է ապրիլին կայանալիք լսումներին։ Ճապոնիայում անսովոր առածյունը 30 մարդու կյանք է խլել, որոշ շրջաններում ձյան շերտի բարձրությունը հասնում է ավելի քան 2 մետրի։ Բրազիլիայում էլ զբոսաշրջիկները 2 ժամ մնացել են 60 մետր բարձրության վրա ատրակցիոնի անսարքության պատճառով։ Մոտ 40 մարդու ստիպված են եղել իջեցնել պարանների ու սանդուղքի միջոցով։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Եվ վերջում, Թրամփը զայրացել է CNN-ի լրագրողի վրա։ Դու ամենավատ լրագրողն ես, CNN-ը վարկանիշ չունի քեզ նման մարդկանց պատճառով։ Ես քեզ ճանաչում եմ 10 տարի եւ երբեք չեմ տեսել, որ ժպտաս։ Ինչու չես ժպտում, որովհետեւ ճշմարտությունը չես ասում։ Նրանք պետք է ամաչեն քեզ համար, ասել է Թրամփը լրագրողին։ I don't think I've ever seen you smile. I've known you for 10 years. I don't think I've ever seen a smile on your face. You know why? You know why you're not smiling? Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Մենք կհանդիպենք ժամը 15-ին, առայժմ։